Սիրելի ներկաներ, առանց չափազանցնելու այս օրերին դրված է Հայաստանի Հանրապետության պետականության գոյության հարց։ Դժբախտաբար այն ինչ որ կատարվում է այսօր Հայաստանի շուրջ, լի է նոր մարտահրավերներով եւ սպառնալիքներով, եւ այսօր մենք պետք է խոսենք դրա մասին, դրա հաղթահարման ուղղությունների մասին եւ նրա մասին, ինչ պետք է միասին անենք ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Նախկինում մենք առիթներ ունեցել ենք այս դահլիճում ձեր հետ նաեւ քննարկելու այս խնդիրները, միասին պայքարել ենք այս իրավիճակը հաղթահարելու համար, ցավոք մինչեւ այժմ այն խնդիրները, որ դրել ենք մեր առջև, դեռ լուծված չեն եւ ծանրագույն մարտահրավերները կանգնած են մեր առջև։ Տեսեք, Չարաբաստիկ պատերազմից հետո ակնհայտ էր, որ մեր մեջքը շտկելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկիրը պետական ազգային ուղեգիծ վերադարձնելու եւ մարտահրավերները հաղթահարելու համար այն իշխանությունը, որ մեր երկրին բերեց պատերազմ եւ պարտություն, պետք է հեռանա։ Նախորդ 3 տարիների, 3.5 տարիների ընթացքում մեր գլխավոր օրակարգը եղել է իշխանափոխությունը։ Ինչու՞։ Որովհետև մեր համոզմամբ այն իշխանությունները, որ երկիրը բերել հասցրել են այս իրավիճակի, դրանցով հնարավոր չի դուրս գալ։ Միակ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ այս ընթացքը կասեցնելու ճանապարհը սրանցից ազատվելն է։ Մենք միասին անցնող 3 տարիների ընթացքում, 3.5 տարիների ընթացքում պայքարել ենք։ Ամեն ինչ արել ենք սրանցից ազատվելու համար։ Ցավոք այն օրակարգը, որ մենք միասին մեր առջև դրել ենք, դա համաժողովրդական մեծ աջակցություն չի ստացել եւ երկիրը այսօրին հասցրած խմբակը շարունակում է գտնվել իշխանության ղեկին։ Արտաքին մարտահրավերների իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախը հայաթափելուց եւ ցեղասպանելուց հետո, ցեղասպանություն իրականացնելուց հետո շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ շատ հստակ տարածքային պահանջներից զատ արդեն դնում է ինքնության ոչնչացման խնդիր։ Եվ Հայաստանի իշխանությունները այս մարտահրավերներին դիմադրելու, դիմագրավելու, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, սահմանների պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն հետևողականորեն կատարում է Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջ։ Դրան զուգահեռ սրանց վարած արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ազդեցությունների բախման մի գոտի, որը հղի է ծանր հետևանքներով։ Արտաքին մարտահրավերներին զուգահեռ շարունակում են նաև ներքին մարտահրավերները, այս մարդիկ հետևողականորեն պայքարում են ազգային կառույցների, մեր ինքնության, եկեղեցու դեմ պառակտում հասարակությանը։ Ըստ էության, այն ինչ որ ասել ենք 3.5 տարի առաջ, դրանից հստակ գնահատական չկա։ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին ոչ հայկական իշխանություններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրեր։ Այս իրավիճակում մեզանից պահանջում են գեր ջանքեր գործադրել, որովհետև առաջիկայում կան ծանր հավանական քաղաքական զարգացումներ, որին միասին պետք է դիմագրավենք եւ ես կարճ ուզում եմ խոսել առաջիկա այդ հավանական սցենարներից եւ մեր անելիքներից, որովհետև ինչ հարց որ լուծենք միասին պետք է անենք։ Առաջին վտանգը, որ կա եւ սպառնում է մեզ, սա նոր սահմանադրության ընդունումն է, որի մասին հայտարարել են իշխանությունները եւ սա հստակ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է, որի մասին ակնհայտ եւ բացահայտ հայտարարում են։ Ինչ է սա նշանակում։ Սահմանադրության մեջ մենք ունենք մի շատ կարևոր գլուխ, նախաբան, որը սահմանադրության հետ հոդվածը անփոխարինելի է, դա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը դա երրորդ հանրապետության ծննդյան վկայականն է, որտեղ կա երկու շատ կարևոր դրույթ։ Մեկը, որ
Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանին եւ երկրորդ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Այսօր Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջով ուզում են հրաժարվել այդ դրույթից։ Եվ ըստ էության դա երրորդ հանրապետության լուծարման փաստաթուղթ է եւ հայտարարում են, որ պետք է ստեղծվի 4-րդ հանրապետություն, դա ակնհայտ է, որ իր ինքնությունը կորցրած ինչ-որ միավորման մասին է, որը ըստ էության չի կարող գոյատևել։ Իհարկե սա ներկայացնում են իբրև խաղաղության հասնելու գործընթաց, իհարկե սա ներկայացնում են իբրև միակ հնարավորությունը եւ ելքը ստեղծված իրավիճակից դուրս գալու, բայց ըստ էության դա շատ հստակ ուղիղ ճանապարհ է։ Ինչ պետք է անենք այս պարագայում։ Եթե սրանք գնան նոր սահմանադրության ընդունման, մենք այսօրվանից պետք է աշխատենք, բացատրենք մեր ժողովրդին, որ սա կործանման ճանապարհ է, կազմակերպենք մեր ժողովրդին, միասնական դուրս գանք պայքարի, այդ հանրաքվեն վերածենք այս իշխանությունների անվստահության հանրաքվեի եւ դրանից անմիջապես հետո հասնել իշխանափոխության։ Մենք նույնիսկ չպետք է թույլ տանք, որ տեղի ունենա այդ հանրաքվեն, որովհետեւ արդեն այդ գաղափարի քննարկումը վտանգավոր է։ Սա մեկ սցենար, մեկ ճանապարհ։ Մենք արդեն նկատել եք վերջի 2 շաբաթների ընթացքում առաջիկայում շատ ավելի հաճախ պետք է գյուղ առ գյուղ, քաղաք հանդիպենք մեր ժողովրդին, բացատրենք այս վտանգները եւ պատրաստենք շատ ուղիղ ձևակերպում առաջիկա քայլերին եւ գործողություններին։ Երկրորդը, գիտեք, քննարկում է Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման հարց։ Սա ձեզ ներկայացնում են իբրև խաղաղության պայմանագիր։ Սիրելի հայրենակիցներ, այդ քննարկվող փաստաթղթին մենք ծանոթ ենք։ Մեր падգամավորները հանդիպել են մանրամասն ծանոթացել են։ Կարճ եթե բացատրենք, դա խաղաղության հետ որևէ կապ չունեցող փաստաթուղթ է։ Այդ փաստաթղթում չկա որևէ կետ, որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Իրանք չեն կարա մի կետ ասեն, որը մեր օգտին է։ Այդ փաստաթղթով Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29800 կիլոմետր տարածքը, այն ինչ որ հայտարարում էին այսօրվա իշխանությունները։ Այդ փաստաթղթով նույնիսկ սահմանագծման եւ սահմանազատման հարցը չի լուծվում։ Դա թողում են հետագայում, նույնիսկ չեն համաձայնվում հետագայում այդ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ իրականացնել 74 թվի քարտեզների հիման վրա։ Կարճ, եթե բնութագրենք, դա մի փաստաթուղթ է, որով Արցախի օկուպացիան փորձում են լեգիտիմացնել եւ դրանով որևէ կերպ չի զսպվում Հայաստանի նկատմամբ հետագա Ադրբեջանի կողմից ագրեսիա։ Հետևաբար այն քարոզչական կամպանիան, այն ահաբեկչական տեղեկատվական գրոհը, որ իրականացնում են մեր հասարակությանը, թե մենք գնում ենք խաղաղության, խաբում են ժողովուրդ։ Դա նոր կապիտուլյացիա է, որով փորձելու են լեգիտիմացնել Արցախի հանձնում։ Մինչև այս պահը չկա որևէ իրավական փաստաթուղթ, սրանք խնդրում եմ ուշադրություն դարձնեք, որով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Արցախը այսօր էթնիկ զտման ցեղասպանության հետևանքով թշնամու սկողության տակ է։ Բայց Նիկոլի N, Պրագայի եւ մյուս բանավոր հայտարարությունները դրանք իրավական եւ լեգիտիմ հիմք չեն։ Եվ դրա համար այսօր Ադրբեջանը շտապում, որպեսզի ունենա մի ամբողջական իրավական փաստաթուղթ, որը պետքա վավերացվի նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից, որ օրինականացնի իր ժողովրդի նկատմամբ, Արցախահայության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը։ Եվ այդ հարցում Հայաստանի իշխանությունները փորձում են օգնել, դա ներկայացնելով իբրև խաղաղության ձգտում։ Մենք չենք պատրաստվում դառնալ այն խորհրդարանի անդամ, որը պետքա վավերացնի այդ կապիտուլյացիան։ Շատ պարզ ենք ասում։ Դա անընդունելի փաստաթուղթ է, դա մեր կորուստները դարձնելու է անդառնալի եւ դրանից հետո շարունակվելու են, այսինքն վերականգնվելու հնարավորությունները իսպառ բացակայելու են։ Հետևաբար սրան եւս այսօրվանից պետքա պատրաստվենք, այսօրվանից պետքա աշխատենք,
բացատրենք ժողովրդին, որ սա հերթական անգամ ձեզ խաբում է, խաղաղություն ասելով տանում է նոր պատերազմի եւ սրա դեմը կանխենք։ Կանխելու միակ ճանապարհը հետեւյալն է՝ հակազդեցություն։ Սա պետք է հասկանա, եթե գնաց այդ ճանապարհով իշխանությունը կորցնելու է։ Ինչ որոշում, որ ընդունում է, ինչ քայլ, որ անում է, իր հիմքերի հիմքը իր իշխանության պահելն է։ Եթե լինի համարժեք հակազդեցություն, ու այսօրվա ձեր ներկայությունը եւ վերջի շրջանի մեր հանդիպումները փաստում են, որ այո, ժողովրդի մոտ իրավիճակ է փոխվել, մենք միասնաբար սա պետքա կանխենք։ Կան այլ սցենարներ եւս, որ արտերտ ընտրություն կարա կազմակերպի, կա սցենար Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ, եւ մենք չենք բացառում, ինչպես Արցախի պարագայում ինքը Ադրբեջանի հետ պայմանավորված գնա Հայաստանի նկատմամբ ագրեսիայի եւ ակնհայտ է կա դրա համար բոլոր փաստերը, որ այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համաձայնեցրած էր։ Առնվազն Հայաստանի իշխանությունների կողմից ունեին ամբողջական հավաստիացում, որ Հայաստանը որևէ կերպ չի խառնվելու նրան, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Իհարկե դա ներկայացնում են իբրև հերոսություն, որ մենք չներքաշվեցինք նոր պատերազմի մեջ, բայց դա իրականում պայմանավորվածություն էր, հանցագործության մասնակցություն էր ու այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում։ Հիմա ամենագլխավոր հարցը բոլորիդ մոտ հետևյալն է, օքեյ, այդ վտանգները գիտենք, շատ ենք խոսում, ինչ պետք է անենք։ Ժողովուրդ, այն ինչ որ մինչև հիմա արել ենք, ասում եմ շատ պարզ եւ անկեղծ։ Այն գործիքակազմը, որ ունեցել ենք, դա բավարար չի եղել սրած դեմ պայքարելու համար։ Մեզ պետք է նոր որակի մոբիլիզացիա։ Մեզ պետք է մեր ժողովրդի կայուն անվերապահ աջակցությունը, ուժը Երևանի փողոցներում եւ հրապարակներում, որպեսզի սրանցից ազատվենք։ Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է սրանց վռնդել ու վռնդել փողոցային պայքարի ճանապարհով։ 3 տարի ինչ ասած փորձել ենք։ Պատերազմից հետո 17 կուսակցություն միավորվել է, շարժում է ստեղծվել, վարչապետի թեկնածու ենք ներկայացրել ժամանակավոր, ծրագիր ենք հրապարակել, չենք հասել մեր ուզած արդյունքին։ Ընտրություններին ենք մասնակցել։ Վարչապետի թեկնածու ենք ներկայացրել, թիմ ենք ներկայացրել, երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հստակ ծրագիր ենք ներկայացրել։ Չենք կարողացել, ուժներս չի երիքը, գնացել ենք դիմադրության շարժումն ենք ստեղծել։ Հիշում եք դիմադրության շարժման, հիմա տեսնում եմ շատ-շատերը առաջի գից միասին են կռիվ տվել պայքարը։ Մի բան ենք ասում, որ Արցախի հայաթափումը կանխելու եւ Հայաստանի թրքացումը կանխելու համար պետք է դուրս գանք պայքարենք։ Շատերը չեն հավատացել, որոշները չեն վստահել, շատերը ասել են իշխանության համար է կռիվ տալի, բայց արդյունքում կորցնում ենք։ Առաջիկայում մեզ պետք է մեր ժողովրդի ամբողջական մասնակցությունը սրանք տուն ճանապարհենք, մեր մեջքը շտկենք, դրա բոլոր հնարավորությունները կա։ Մենք տեսնում ենք այդ ճանապարհը։ Այսօր շատ է խորհրդարանական ընդդիմությունը քննադատվում, գնացել եք խորհրդարան, ինչով եք զբաղվում, պարքվա վճար եք անում։ Առաջիկայում կյանքը ցույց կտա, ով ինչով է զբաղվում, ով ինչ է անում, ու նաև հետ էլ որ նայեք կտեսնեք մինչև հիմա ով ինչով է զբաղվել եւ ով ինչա արել։ Մենք մեր օրակարգից չենք հրաժարվում, այն ճանապարհը, որ ընտրել ենք միասին, դա է միակ փրկության ճանապարհը, առաջիկայում պետք է կազմակերպենք մեր ժողովրդին ավելի լայն ծավալով, այս հավանական սցենարները կանխելու միակ ճանապարհը է։ Խնդրում եմ ամենակարևորը, այդ հուսահատությունը, որ կա, այս անվստահությունը, ուժերի նկատմամբ թերահավատությունը, պետք է այս սրանից դուրս գանք։ Այս իրավիճակին համակերպանք ամեն ինչ կորցնելու ենք։ Առաջիկա պայքարում շատ ուղիղ ասում եմ, նաև իրանց գործուն եւ կայուն աջակցությունը պետք է ունենան Հայաստանում բնակվող արցախահայերը։ Շատ են այսօր խոսում, արցախահայերը արդյոք քաղաքական գործոն պետք է դառնան, այո, արցախահայերը Հայաստանում պետք է դառնան քաղաքական գործոն, պետք է տեր կանգնեն իրանց իրավունքներին, պետք է պայքարեն այս իշխանությունների դեմ, որտեղ սրանց պատճառով դուք կորցրել եք ձեր տունը, օջախը, գերեզմանը, ծննդավայրը եւ հայրենիք։ Եվ դուք միասին պետք է կռիվ տանք ու բոլոր սրանց փորձերը արցախահայերին ջլատելու,
ամեն ինչ անելու, որ ստեղից արտագաղթեն, մենք թույլ պետք է չտանք։ Այսօր մեր ընկերների մի մասը Արցախի բանտում է, մեր հայրենիքը օկուպացված է ներքին եւ արտաքին թշնամիների կողմից, մի մասն էլ Հայաստանի բանտերում է, մնացած սաղից վրա էլ քերական գործ կա։ Այս մարդը ամեն ինչ անում է, մեկ մարդու բռնապետություն ստեղծի։ Կռիվը տվել ենք եւ առաջիկայում տալու ենք։ Վստահեցնում եմ ձեզ, որ այս իրավիճակից պետք է միասնական ջանքերով դուրս գանք ու այդ կռիվը շարունակենք։